Գիտեք արևմտյան Ադրբեջան հայեցակարգի մասին։ Արևմտյան Ադրբեջանը Հայաստանում չի կարող գոյատևել։ Մենք հայերս ազգային ազգագրական պայքարի մեջ լինելով երբեք ի վիճակի չենք ադրբեջանցիների հետ մի տարածքում ապրել։ Սուտ է խոսում Ալիևը, չկա տես բան։ Չէ, ոչ, չեմ էլ ընդունում։ Ինչպես եք գնահատում Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման ուղղված Ադրբեջանի գործողությունները։ Շատ վատ։ Մեր ազգային հարստությունը դա մշակույթի մեջ է։ Նպատակը ազգը ներկայացնել տարբեր տեղերում պետք է պարտադիր մշակութային գործիչները իրենց պեղումներով եւ ունեցած պատմական տվյալներով ներկայացնեն ամենուրեք։ Գենոցիդ։ Շատ վատ, ամբողջ աշխարհի առաջ։ Ամբողջ աշխարհը նայում է լուր, քանդում են։ Արցախի հայաթափումը նոր ցեղասպանություն համարում եք։ Այո, դա լիարժեք ցեղասպանություն էր, որտեղ այլ կերպ չի կարելի տեսնել յուրաքանչյուր մարդին իր տնից, բնից հանել առանց որևէ պատճառի, մենակ նրանով, որ հայ է։ Այո։ Ինչ քաղաքականություն կվարի Ադրբեջանը հայերի նկատմամբ, եթե գրավի Հայաստանի նոր տարածքներ։ Միայն պայմաններ կստեղծի ավելի վատ, քան թե սովետական միության տարիներին Ադրբեջանի տարածքում եղած Դաշտային Ղարաբաղի, Լեռնային Ղարաբաղի, Սումգայիթի, Կիրովաբադի եւ Ադրբեջանում ցանկացած հայաբնակ տարածքներում, ինչպես Շահումյան, Գուլիստան, եւ այդ մարդկանց ինչպես են վախտն հալածում, նույն ձևով հալածելու են, իսկ մեր մարդիկ հայերս, լինելով արդեն անօգնական, պետք է գաղթի ճանապարհը բռնեն։ Շատ վատ։ Կարող է արդյոք հայոց ցեղասպանությունը կրկնվել։ Իհարկե, դա լիարժեք այդ պայմաններն է ստեղծում։ Միայն ուրիշ կերպ մտածել չի կարելի, բայց որ մենք միասնական լինենք ամենահզոր պետությանը, թեկուզ Ադրբեջանին, Թուրքիան միասին, մենք կհաղթենք։